Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք հայկական խոհանոցի գանձերից մեկը։ Պատրաստում ենք չալապուր, որը դարեր շարունակ եղել է տնական ջերմության և հյուրընկալության խորհրդանիշ։ Այս սննդարար ապուրը պատրաստվում է 3 տեսակի լոբով՝ կարմիր, սպիտակ և ոսկեհատ, որոնց համերը ներդաշնակորեն լրացնում են միմյանց, այստեղից էլ անվանումը՝ չալապուր։ Չալապուրը ոչ թե պարզապես ուտեստ է, այլ պատմություն, որն ամենկացծայի մեջ վերածնվում է, փոխանցելով հայկական խոհանոցի հարուստ ժառանգությունն ու ավանդույթները։ 600 գրամ 3 տեսակի լոբին լավ լվանալուց հետո թրջում ենք և թողնում ենք ամբողջ գիշեր, այնուհետև թափում ենք ջուրը, կրկին լվանում ենք լոբին և այս անգամ վրան լցնում ենք սառը ջուր, եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Մինչ լոբին կեփի, նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Մանր կտրատում ենք 1 մեծ գլուխ սոխ և կես փունջ համեմ։ Այս ապուրը դժվար է պատկերացնել առանց առատ ընկույզի, որի յուղալիությունը ապուրին տալիս է յուրահատուկ թանձրություն, դարձնելով այն ոչ միայն համեղ, այլև օգտակար։ Չալապուրը պատրաստվում է առանց կարտոֆիլի, սակայն ցանկության դեպքում կարելի է ավելացնել 1-2 հատ ըստ ցանկության։ Սիրելիներս, այս եղանակին համահունչ հայկական խոհանոց ալիքում կա նաև լոբով ապուրի ևս մեկ հրաշալի բաղադրատոմս՝ պոչով ապուր, որի բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Մարանցնում ենք մոտ 200 գրամ ընկույզ և պատրաստում ենք սոխիեռ։ Որպեսզի կարագը տապակվելու ընթացքում չարվի, ես օգտագործում եմ նաև ձեթ։ Դուք կարող եք պատրաստել տնական կամ գործարանային յուղով, ըստ ձեր ցանկության։ Հայկական համը շեշտադրելու համար կավելացնենք նաև չորացրած ռեհան, որքան առատ, այնքան լավ։ Սիրելիներս, չոր կանաչիները, ինչպիսիք են ռեհանը և ցիտրոնը, ավելացրեք անմիջապես տաք սոխիեռի մեջ, այդպես դրանց բույրը ավելի լավ է բացվում։ Որպեսզի ստանանք խիտ ապուր, որի մեջ կարելի է պարզապես հաց թաթախել և անուշ անել, սոխիեռի մեջ ավելացնում ենք 1 ճաշի գթալ ալյուր և պովում ենք։ Հագեցած գույն և համ ստանալու համար ավելացնում ենք 1 թեյի գթալ կարմիր աղացած քաղցր պղպեղ և 1 ճաշի գթալ կարմիր պղպեղի մածուկ։ Հարգելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի տարբերվող և համեղ բաղադրատոմսերը։ Սոխառածը արդեն պատրաստ է, բույրը պարզապես անմահական է։ Ալյուրը առանց պովելու երբեք ապուրների մեջ մի ավելացրեք, այդպես ալյուրի համը բավականին զգալի է։ 3 տեսակի լոբին 1 ժամ եփելուց հետո պատրաստ է։ Որպեսզի չալապուրը խիտ և թանձր ստացվի, լոբու մի մասը այսպես տրորում ենք։ Կավելացնենք մարածրած ընկույզը, ապուրը կհամեմենք աղով և սև պղպեղով, կավելացնենք սոխառածը, թարմ կանաչին և ամենավերջում մամլիչով անցկացրած 2-ից 3 ատամիկ սխտոր։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն և կարելի է արդեն մատուցել։ Ստացվում է սննդարար, առողջարար, հագեցնող, սպիտակուցներով հարուստ, շատ համեղ ապուր, որը անպայման պետք է փորձել։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ հայկական ազգային խոհանոցից 3 տեսակի լոբով պատրաստվող այսպիսի հրաշալի չալապուրի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։